Ադրբեջանում պահվող հայ գերիների հարազատները խնդրում են հովանավոր տերության մեխանիզմի գործարկում ապօրինի պահվող բոլոր 19 անձանց նկատմամբ։ Նրանք համապատասխան նամակով դիմել են Հայաստանի արտաքին գործերի նախարարին, Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավարին եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահին։ Այս մասին տեղեկացնում է Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնը։ Նամակում հարազատները խորին մտահոգություն են հայտնում Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ամբողջական փակման կապակցությամբ։ Նրանք նկատում են, որ սա զգալի չափով վատթարացրել է գերիների արդեն իսկ ծանր վիճակը։ Հաշվի առնելով վերոգրյալը եւ հիշեցնելով միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում սահմանված պարտավորությունները, մենք ամենայն հարգանքով, բայց նաեւ հաստատակամորեն կոչ ենք անում Հայաստանին պաշտոնապես դիմել Շվեյցարիայի կառավարությանը, որպեսզի շվեյցարական կողմը ստանձնի հովանավոր տերության դերը։ Սա անհրաժեշտ եւ հրատապ քայլ է մեր հարազատների իրավունքների, անվտանգության եւ արժանապատվության պաշտպանությունը միջազգայինորեն ճանաչված մեխանիզմներով ապահովելու համար։ Մասնավորապես նշված է նամակում։ Հարազատները ավելացնում են, ժամանակն ունի վճռորոշ նշանակություն։ Շարունակվող հապաղումը կարող է ավելի խորացնել ապօրինի պահվող անձանց տառապանքները եւ մեծացնել նրանց կյանքի ու ֆիզիկական անձեռնմխելիության նկատմամբ սպառնալիքները։